Իշխանությունն ասում է, եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, այսինքն հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դուրս է գալիս Ալիևի սրտով է։ Չեմ ասի Ալիևի սրտով է եւ կասեմ, որ Ալիևի սրտով է, բայց այդ արտահայտությունը, որ ինքը չամի պատերազմ կլինի, դա մեղմ ասած դատապարտելի է։ Այդպիսի լակտի վստահություն պետք չէ ժողովրդին վախեցնել, թե ինձ ընտրեք, որը արդյունք տվեցի դեպ։ Ինձ ընտրեք, որպեսզի պատերազմ չանի։ Իսկ կլինի պատերազմ։ Չեմ կարծում, որ լինի։ Պատերազմը հենց եղել է իր օրոք։ Այս ծախված պատերազմը է, ոչ թե այսինքն միտումնավոր պատերազմ։ Այդքան զոհերին, այդքան վիրավորներին, որ մեկին են օգնություն տվել ընտանիքներին, որ մեկի տեղն են գնահատել, ոչ մեկին։ Այսինքն ինքը հիմա Ալիևի սրտով եք շարժվում։ Բա ոնց։ Ինքը նրանց հրահանգն է կատարում։ Նրանց հրահանգ։ Սենց երկիր չեն պահում։ Եթե մեկը չի կարող իր ընտանիքը իրական ձևով ղեկավարի, նա ոնց կարող որպես վարչապետ, որպես երկրի տեր, մի ծնող էլ են։ Եթե դու չես կարող քո ընտանիքդ ղեկավարես, դու ոնց կարող ես պետք է ղեկավարես, ոչ մի դեպքում։ Նկարել է պատերազմի կանչը սենց ինքը վախցնի ժողովրդին։ Աստորեն Ալիևի սրտով է ամեն ինչ ընթանում։ Իմ կարծիքը հա։ Քո կարծիքով թուրք է դու գերություն կանես կյանքը։ Նիսը նույնպես։ Պատերազմը իրանք են բերում, դրա համար էլ գիտեն։ Այդ պատերազմը իրանք են բերում, նենց են անում, որ ժողովուրդը վախենան, որ իրան ընտրեն, մեկը իրան ընտրեն, չընտրեն, ինքը արդեն ընտրված այդ մասը։ Խոսք չկա, ինչի համար էսքան արեցին, որ տանեն 5000 երեխա կողեն հողի տակը, 10000 էլ ինվալիդ սարքեն, ինչի համար եղավ։ Դա իր միանգամից այդ երեխեք թող առողջ մնային, հանգիստ ապրեին, նրա ծնողները հանգիստ լինեին, մեր երկիրը հանգիստ մնար։ Դա Ալիևի շահեն է պաշտպանում, ուրիշ ոչ չգան։ Դա պաշտպանում է Ալիևի շահը, ես ոչ Փաշինյանից եմ վախում, ոչ այն մեկից ոչ եմ մյուսից, ես ճիշտն ասում եմ։ Ճիշտն ասում եմ, դա Ալիևի շահերից է բխած։ Եթե պատերազմը հսատեղ գյուղի տակը, վաղը չեմ մյուս օրը գորիստ են տալու, ղափան են տալու, միջանցք են ձևավորում, չգիտեմ ինչ են անում, հողերը լրի ծրքետ քյունում է, էլի կուչ։ Դա վաղը չեմ մյուս օր քո երեխային էլ է սպանելու, իմ երեխային էլ է սպանելու։ Ես նրանցից լավ տեսանկյուն չկա լավ, չկա էլ ինի։ Նա եթե քնած մարդուն կարում է կասնահարի սպանի, նա կարում է հասակ երեխու վիզը կտրի, նրանից լավ բան ինչ ես ուզում։ Կլին մեկ է գնակ կրվես ինչ է, մեկ կրվես չենք վախում, քանի պատերազմների մասնակցել ես։ Իմ կարծիքով մեր մեծերի ասելով, ասում եմ միշտ փայտը ձեռքիդ պահի, իրանց հետ չես կարա դու բարեկամություն անես։ Իմ քերից ժամանակին իրանց հետ կապում էր, ասում էր թուրքերը այդքան ասում են դու ինձանից հետ որ արի, մենք կարճամիտ մարդիկ ենք, մենք սիրում ենք, որ հայ արյուն ենք խմում։ Այսինքն հնարավոր չէ։ Հնարավոր չի բացառ։